Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանուշ Պապյանն եմ։ Ընդդիմության անդամների ու կողմնակիցների տներում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման եւ համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ, հայտնում են քննչական կոմիտեից եւ արձանագրում, որ 15 անձ կալանավորվել է վերջին օրերի թեժ իրադարձությունների շուրջ զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի Տիկին Հակոբյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, երեկվանից ուշի ուշով հետևում ենք, այսինքն վերջին 2 օրերին հրապարակումներին եւ քննչական կոմիտեն քիչ առաջ նշել է, որ 15 անձ փաստորեն արդեն կալանավորվել է, գիտենք երկամսյա կալանք է, գիտենք Բագրատ Սրբազանի հետ տեղի ունեցածը նա նշում է, որ շատ քիչ ժամանակ է մնացել ձեզ իշխանություններին, ընդհանուր առմամբ ինչ է տեղի ունենում եւ այս ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման, լուծման ինչպիսի այսպես եղանակներ է տեսնում իշխանությունը, համեցեք։ Նախ հեչ հաշտ չեմ Սրբազան անվան հետ, որովհետև չէր կարող Սրբազան անունը կրող ինչ-որ մեկը տերորիստական ակտ կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում, իսկ դրա մասին փաստերն այնքան աղաղակող են եւ հիմնավոր, որ չեմ կարծում վերջնական դատական ակտն է պակաս, որ նման կարծիք բարձրացնենք։ Ինչպիսի հանգուցալուծում ենք տեսնում։ Մենք առհասարակ տեսնում ենք, որ մեր պետականությունը պետք է ամուր պահված լինի, մեր կարգերը, օրենքները պետք է ամուր պահված լինեն եւ մեր քաղաքացիները պետք է ապահով ապրեն մեր երկրում։ Ոչ թե մտածեն, որ մարդս կարող է ինչ-որ Սրբազան անվան տակ մի սրբապիղծ դուրս գա ու ասենք հրա այդ վարվող այդ բաներով այրի ավտոբուսը, որի մեջ օրինակ ինքը իր երեխայի հետ նստած է, օրինակ պետք է նման բան չմտածի մեր քաղաքացին, բայց տեսնում ենք, որ նման բաներ էր կազմակերպվում էր 24-36 ժամվա ընթացքում Հայաստանը վերածել էր քաոսի, որտեղ պատերի տակ մարդիկ էին գյուլլվում, որտեղ մեքենաներ էին այրվում, որտեղ երթևեկությունը կատվածահար էր, հոսանք եւ ինտերնետ չկար, եւ այլն եւ այլն։ Մենք տեսնում ենք, որ մեր քաղաքացին պետք է ապահով ապրի մեր երկրում եւ ես նաեւ այդ ապահովության զգացումն ունեմ, որովհետեւ սա առաջի դեպք չէր, հերթական նման դեպքներ, որ բացահայտեցին մեր իրավապահ համակարգը, ինչի համար նրանց իհարկե սա փաստորեն վերջի դեպքն էլ չէր, որովհետեւ երեք լսում էինք ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, ով ակնհայտ ասում էր, որ սա ոչ էլ վերջին դեպքն է լինելու, ինչպես ենք դիմագրավելու այսպես եկող, այսպես ասած պլաններին։ Վստահ եմ, որ նույն կերպ ենք դիմագրավելու եւ նրանց հերթական էլի նման ակտերը, որոնք իրանք ձևակերպմենի իբրև սրբության սրբոց էլի կբացահայտվեն եւ թող հանգիստ լինեն բանտերում իրանց համար լիքը տեղ կա, կգնան եւ այնտեղ տենց ճաղավանդակից կտեսնեն արևը։ Այն որ էլի հնարավոր է լինի նման դրսևորում, սա եւս ես էլ մտածում եմ, որ կարող է, որովհետեւ միայն մի պլանով չէին կարող տենց եզրափակվեին, հաստատ պլան B, նոր ձեռնարկություններ ենք ականատես լինելու։ Մասշտաբներն այնքան մեծ է, ըստ երեկվա փաստերի, որ կարծում եմ էլի կլինեն, բայց ես ոչ մի նման ինֆորմացիա չեմ տիրապետում։ Այնպես որ իսկ ինչ վերաբերում է նրանց հերթական քայլերին, ինչու եմ վստահ, որովհետև այս մարդիկ, գիտեք, մյուս տարի ընտրություններ են, արդեն հետհաշվարկ է սկսված, եւ ընտրություններին ակնհայտ է, որ նրանք անհնար է, որ գան ընտրությունների միջոցով նորմալ, հա, ընտրվեն եւ գան իշխանության։ Նրանք ուզում են նման քաոսային իրավիճակ ստեղծվի, ստիպեն, որ իշխանությունը հրաժարական տա եւ կամ վերընկնեն աթոռներին, այսպես ասած։ Եվ քանի մոտենան ընտրությունները այդքան ակտիվանալու են նման դրսևորումները, բայց ես ուզում եմ նաև մեր քաղաքացիներին վստահեցնել, որ թող հանգիստ լինեն, ապահով լինեն, նման տերորիստների հախից անընդհատ մեր ուժային համակարգը գալիս է։
Տեսեք, դրանից առաջ մենք տեսանք Սամվել Կարապետյանի կալանավորում երկամսյա կալանք եւ ականատես եղանք դուք այսպիսի գործողությունների եկեղեցու աջակցությունն ու սատարումը տեսանք Սամվել Կարապետյանին դուք այս ամենը բոլոր գործողությունները այսպես մի զամբյուղում եք տեղավորում Իհարկե տեսեք դեռևս 21 թվականի ընտրություններից հետո այդ Ռոբերտ Քոչարյանները եւ այլնիկ տեսնում էին իշխանապողության տարբեր հնարավորություններ, այնց իրանց դաշնակներով էին փորձում իշխանապողություն անել, նախքին ինչ որ զզվելի կերպարներով էին փորձում իշխանապողություն իրականացնել եւ տեսան որ չի ստացվում։ Հետո ազնվորեն հայտարարեցին, որ մեզ պետք է մի հոգեվորական, որը այնտեղ ընդունելի է եւ ինքը կլինի առաջնորդը ու գտան այս սրբապիղծին։ Գտան իհարկե վեհապարնորն է այս շարժումը սրբազան կոչվող եւ մյուս թեմերն էլ ակտիվացան, ինչպես տեսակ Շիրակի թեմի առաջնորդ ասում էր ռազմական հեղաշրջում պետք է անենք, բաց էս մարդիկ խոսում են սրա մասին։ Հիմա նաեւ մյուս ուղղությամբ էլ փորձում են, ասում են լավ, սպասի մի հատ Ռուսաստանից մեկին բերենք եւ ոնց հանկարծ հայտնվում է Սամվել Կարապետյանը Եվ սկսում է էլի այնպիսի հայտարարություններ անել, որ իր միջոցներով է ներգործություն ունենալու, մեր հախից գալու եւ տեսնում եք նրանք հիմա որտեղ են գտնվում, բոլոր այն մարդիկ, որոնք օրինականությունից զատ տեսնում են, օրինականությունից զատ տեսնել, ռեպրեսիաների եք ենթարկում Թող Տիգրան Աբրամյանը իր հանցակից լինելու մասին մտածի։ Ռեպրեսիան ո՞րն է։ Մենք ասում ենք օրինական կարգ կա։ Այլ կերպ միջամտելը բաներ այդ մարդասների ձենքեր են գտել հարգելի քաղաքացիներ սա ռեպրեսիայի մասին մենք երեք այն ինչ որ տեսել ենք ինչ որ լսել ենք այն բառամթերքը որը օգտագործվում է Հայաստանի քաղաքացիների դիմելիս հա այդ հոտը հասկանում են ուղիղ իմաստով հասկանում են որ անասուն է ասում խորը անասուն է ժողովուրդը հետո փաստաբանը ասում է դե Սեղանի շուրջ այդ Բագրատ Գալստյանյանի փաստաբանը ասում է սեղանի շուրջ մենք շատ բան կարող ենք ասել այսինքն այդ սեղանի շուրջ մի քիչ էլ գինովցած կամ այլ ազդեցության ներքո շատ բան կարող են պլանավորեն ինչպես հոկտեմբերի 27 պլանավորեցին եւ իրագործեցին բայց կներեք ոչ մենք այս ազդակները շատ ենք ստանում իրանց հայտարարությունները եւ այլն որոնց մենք շատ լուրջ ենք վերաբերվում Տիկին Հակոբյան, իսկապես մտածում եք, որ այս պլանը իրականություն դարձնելու բոլոր հնարավորությունները ունեն, նրանք նաև այդ զենքերն էլ ցուցադրվեցին, բայց արդյոք շատերն ասում են այ բավարար էին սրանք այդ հեղաշրջումն իրականացնելու համար։ Քանի զենքով սպանեցին Վազգեն Սարգսյանին կամ Կարեն Դեմիրճյանին։ Իսկ նոր հոկտեմբերի 27 եք կանխել։ Միանշանակ սա նոր հոկտեմբերի 27-ի պլանավորում էր, այդպես էլ ասում են։ Հետո էլ մեզ պատերի տակ գյուլելու էին, սարքելու էին քաոս երկիրը եւ պատերի տակ գյուլ էին։ Իսկ այդպես չէր, այդպես չեն ասում։ Ասում էին որոշ մարդիկ երեք դուրս են եկել, ասում են արհեստական բանականությամբ է ձայնը սարքած։ Իդեպ էլի այս սրբապիղծի ուրեմն փաստաբանն ասաց, որ իր ձայնն է, իդեպ բայց արդյոք այդ զենքերն էլ էին արհեստական բանականությամբ գեներացված, արդեն այդքան զարգացել է, հա, այս նորագույն տեխնոլոգիաները բանը, որ կարող է արհեստական բանականությամբ զենք գեներացնենք, դնենք իրենց տաները եւ այդտեղից վերցնենք, հա, կամ այլ մնացած ամեն ինչ այդ արմատուրաները, չգիտեմ ինչերը, ինչ էր անելու դրանով աղոթքեր անելու, մեղքերի թողություններ անելու, ինքնախարազանումներ անելու, ինչ էր անելու այդ դրանցով։ Տիկին Հակոբյան, գանք իշխանություն եկեղեցի կամ վարչապետ եկեղեցականներ այս հակամարտությանը, առճակատմանը մինչև ուր է հասնելու այս ճգնաժամը, առճակատումը, ելք տեսնում եք, շատերն ասում են, որ այ եթե վեհապար ինքնակամ հրաժարական չտա, մենք պիտի գնանք, համախմբվենք, ըստ էության կոչանելով հակասահմանադրական քայլերի։ Մյուս մասը ենթադրում է, որ երկու կողմն էլ նահանջի հնարավորություն չունեն եւ ոչ էլ մեկ սեղանի շուրջ նստելու եւ զրուցելու հնարավորություն ունեն։ Եվ տեսնում ենք վեհապարին աջակցություն ընդունып մինչև առաջին նախագահի կողմից տեսակ վեհապարը գնացել էր Լևոն Տեր-Պետրոսյանի առանց լատուն, Տեր-Պետրոսյանը իր աջակցություններ հայտնել, վարչապետը արդեն իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին արձագանքել է, այս իրավիճակը ինչպիսի հանգուցալուծում պիտի ստանա։ Դուք տեսաք այն պաշտոնյաների ցանկը իբր որը որ
պետք է իշխանափոխությունից հետո, հա, տենց պաշտոնյաները նշանակվեին։ Տեսակ, որ եկեղեցին տենց նախկին իշխանությունների հետ կիսում էր իշխանությունը, հա, որոշ տեղերում նախարարներ էին նշանակված ինչ որ սրբազաններ, ինչ որ տեղերում սրբազանը գրած էր, բայց անունը չէ, այսինքն տենց կիսել են, էլի, պորտֆելներ էին տվել։ Այս մարդիկ եկեղեցական չեն։ Այս մարդիկ քաղաքական հայտ են ներկայացրել եւ շատ վաղուց, երբ որ շատ վաղուց, երբ որ իրենց հավին քշասող չկար, իրենք հայտարարություններ էին անում, վարչապետի հրաժարական էին պահանջում, սահմանազատման դեմ հայտարարություններ էին անում, չգիտեմ ինչեր էին անում։ Այս մարդիկ քաղաքական գործիչներ են եւ ստանում են քաղաքական գործչին վայել պատասխաններ իրենց քաղաքական հակառակորդից։ Արդյոք այդ վեհապար կոչվողը, ով իդեպ օրհնել էր այս տերորիստական շարժումը, պետք է շարունակի մնալ իր, այսպես ասած, պաշտոնին։ Ինչ քննչական կոմիտեն նրան հետևից է գնալու։ Եթե գտնեն, որ նա եւս ներգրաված է, ուղիղ ներգրաված է այս տերորիստական ակտի մեջ, իհարկե պետք է գնա։ Իսկ ով ասեց, որ չպետք է գնա։ Եթե լինեն հիմնավոր փաստեր, իհարկե կգնա։ Եվ ոչ միայն նրա հետևից։ Ոչ մեկ անձեռնմխելի չէ։ Անձեռնմխելիություն ունեցող մարդիկ եւս իդեպ անձեռնմխելի չեն։ Ընթացակարգեր կա անձեռնմխելիությունից մարդուն զրկելու եւ նրա հանդեպ եւս գործողություններ իրականացնելու համար։ Տիկին Հակոբյան, լավ, դուք հանգուցալուծումը ինչպես եք տեսնում, եթե վեհապարի մասով հիմնավոր փաստեր չգտան, հա, ինչպես դուք եք ասում, դուք ասում եք, եթե գտնեն կգնան, եթե չգտան։ Դա չէ, իմ պատկերացրած հանգուցալուծումը։ Դուք ուղղակի հարց տվեցիք, ես ուղիղ պատասխանում եմ, դա հանգուցալուծում չէ։ Հանգուցալուծումն այն է, որ ինքը դարձի գա։ Չէ, չեն գալիս։ Ասում է, ես հրաժարական չեմ տա, համախմբման կոչեր են հնչում, բոլորը համախմբվում են, ընդդիմադիրները, եկեղեցականները եւ այլն, դուք իրական վտանգ տեսնում եք։ Ինչի հետ կապված երերալու։ Իհարկե ոչ, բացարձակ նման խնդիր չեմ տեսնում, ընդհակառակը այս ընդդիմության դաշտը այսպես սավթած այս եթերային բառ գտնեմ, հա, մնացուկները լավ։ Էլ ավելի են ապացուցում, որ իշխանությունը այլընտրանք չկա։ Ես չեմ բացառում, որ կան շատ լավ ընդդիմադիր նորմալ ուժեր, որոնք կարող են գալ, հայտ ներկայացնել, ծառայել իրենց երկրին, պետությանը, բայց սրանք ինչպես ժամանակին զավթել էին իշխանությունը, այնպես էլ հիմա էլ զավթել են ընդդիմության դաշտը։ Այսինքն քաղաքացուց հիմա էլ գողացել են ընդդիմությունը։ Եվ սրանց այս տարբեր դրսևորումները միայն ապացուցում է այս իշխանության իրավացիությունը եւ լինելիության անհրաժեշտությունը այս պետությունում, որովհետեւ սրանց քայլերը միտված են ոչ միայն նրան, որ իրենք ինչ որ մի դերակատարում կունենան այս երկրում, այլ նրան, որ այս երկիրը չի լինի այս պետականության շրջանակում, այլ կլինի ինչ որ մի տենց առանց պետականության ինչ որ մի միավոր։ Լավ, Տիկին Հակոբյան, ի վերջո 26 թվականին ընդառաջ, երբ նշում ենք, որ այսպիսի պլանները ձախողվում են, հետաքրքիր օրինակ մենք ԱԾ տնօրենի հրաժարական տեսանք, որքանով էր այս ամեն ինչը նաև փոխապակցված դրանով։ ԱԾ-ի տնօրենի հրաժարականի հետ կապված վարչապետը մեկնաբանություն տվել է, ես դրանից ավել չեմ կարող ասել, իր լիազորությունների շրջանակում նշանակում հեռացնում։ Այո, եւ այս բացահայտման հետ կապված եւս շատ մեծ է բնականաբար պարոն Աբազյանի ներդրումը, որովհետև գիտեք, որ վաղուց ուրեմն այս բացահայտման հետ կապված աշխատանքներ են կատարվել եւ վարչապետը մեկնաբանել, ես դրանից ավել ոչինչ չեմ կարող սրա հետ կապված մեկնաբանել։ Լավ, ի վերջո, եթե գանք անդադ բոլորը փորձում են տեսնել ռուսական հետ, արտաքին հետ, այս բոլոր գործողությունները պայմանավորված են արտաքին հետ, որովհետև Սամվել Կարապետյանի դեպքում ասում են, Ռուսաստանն է գործողել նրան այստեղ որոշակի գործողություններ իրականացնելու, դուք ինչ տպավորություն ունեք։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի դեպքին, իդեպ տեղեկացնեմ, որ Սամվել Կարապետյանի ձերբակալման ժամանակ ռուս պաշտոնյաների, պաշտոնական խոսափողների, ոչ պաշտոնական խոսափողների հայտարարությունների հետ կապված մենք նոտա ենք ուղարկել Ռուսաստանի Դաշնություն, հայտնելով մեր դժգոհությունը, քանի որ ոչ թե իրենք ոչ միայն պաշտպանում էին իրենց քաղաքացուն, այլև խառնվում են Հայաստանի ներքին գործերին։
եւ սրա հետ կապված ամեն ինչ ակնհայտ է։ Ինչ վերաբերում է առհասարակ դրսի հետքին ստեղ կատարված գործողությունների, այս նույն Բագրատ Գալստանյանը վերջերս ասում էր, որ իր հետ կապվում են օտար ուժեր, դրսից ուժեր եւ իրեն ասում են, որ երկրում իշխանափոխություն իրականացնի, թե չէ մեր երկիրը կդառնա Սոդոմ Գոմոր։ Հետքի մասին ինքը արդեն հայտարարել է իդեպ։ Եվ դա հրապարակավ հայտարարություն է։ Երեք տեղի ունեցածը դատապարտում է Մայրաթոռը հայտարարում է, որ գործի արդարացի ընթացքին է հետամուտ լինելու եւ այլն եւ ըստ էության որևէ կերպ չանդրադառնալով այն ուրեմն գործողությունների պլանին կամ չտեսնելով այնտեղ խնդիր, բայց ասում է, որ գործի արդարացի ընթացքին են Գործի էությանը չի անդրադառնում եւ չի քննադատում, որովհետեւ իր օրհնած շարժումն է, ինչի մասին է խոսքը։ Ավելի լավ կլինի ինքը հետամուտ լինի իր եւ իր մերձ շրջանակի վարքին, որը հեչ հարիր չէ հոգեվորականի վարքին, այնպես որ միայն ես կարող եմ ասել Կտրիչ Ներսիսյանին եւ լավ կլինի, որ իրենց անգի դիմացած մեջբերումները, աղոթքները իրենք ինքնահայեցմամբ հասկանան նաև դրա էությունը ու ապաշխարեն երևի դա ամենալավ բանն է, որ կարող են անել, որովհետև մի բան է, երբ քաղաքացին, սովորական քաղաքացին է ինչ որ մեղ գործում կամ հանցագործություն գործում, մի բան է, որ դա անում է հոգևորական արտաքինով մարդը, հասկանում եք, այս նույն Բագրատ Գալստանյանը ինքը ժամանակին լավից վատից ընկալելի հոգևորական էր, ուներ ռեյտինգ, դրա համար իրան ընտրեցին այս հրեշավոր պլանի համար եւ շատերը իրեն տենց վստահել են։ Ինքը տենց հիշում եք, որ Կիրանցից քայլելով գալիս էր, գառներ էր գրկում, մարդկանց էր գրկում, չգիտեմ ինչեր էր անում։ Այս բարի կերպար էր փորձում, աղոթքներ էր անում եւ այլն։ Եվ այս մարդը հիմա մի ամբողջ հավատացյալ ժողովրդի ուղղակի ինչ ասեմ, սա սառը ցնցուղի պես մի բան է։ Մենք կամած պատրաստվել էինք, էլի, որ այս մարդը հեչ հոգևորականի մասին չի, իր ձեռարնելը մարդուն կապված, չգիտեմ, ֆիզիկական տվյալների հետ, նրա բռնության կոչերը, նրա հրահրումները, թեկուզ ազգային ժողովի բակում շենքի դիմաց եւ այլն, մենք որոշակի պատրաստվել էինք, որ այս մարդը հոգևորականի հետ կապ չունի, բայց որ տերորիստ է, սրա հետ կապված առհասարակ մարդու ուղեղի մեջ ուղղակի չի տեղավորվում։ Մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում։ Լավ, Տիկին Հակոբյան, իշխանությունն էս ամեն ինչից ուժեղացած, թեթուլացած դուրս եկավ եւ այս բոլոր հայտարարությունները նկատի ունեմ նաեւ վարչապետի։ Շատերն ասում են, սա վարչապետի, վարկանիշի եւ քաղաքացիական պայմանագրի վարկանիշի վրա ուղիղ բացասական ազդեցություն է ունենում, նկատի ունեմ եկեղեցի իշխանություն արճակատումը կամ հոգեվորականներ ու իշխանություն արճակատումը։ Մենք երբեք մեր վարկանիշի մասին չենք մտածել տարբեր ռեֆորմներ կամ փոփոխություններ կամ խոսակցություններ բացելուց։ Եթե գնանք վարկանիշի հետևից, ուղղակի կդինենք պոպուլիստական իշխանություն, իսկ դա հեչ պետք չէ քաղաքացուն, իրան օգուտ չէ։ Մենք կարող ենք այդպես պոպուլիստական հայտարարություններ անենք, պաչենք դնենք գլխներիս եկեղեցուն, ջանդամ թե բան չեն, պոռնկաբարո չեն, չգիտեմ, հանցագործ չեն։ Ասում են նոր իմացակ, այսքան տարի չգիտեիք, բայց 18-ից հետո ինչ էիք անում, նոր իմացաք, որ սկսել եք հենց հիմա ընտրություններից առաջ մի տարի է մնացել, փորձում եք դիվիդենդներ շահել եւ այլն եւ այլն։ Հարգելի Սիրանուշ, ես ընտրություններից մի տարի հետո էլ, ընտրությունից մի տարի առաջ էլ միշտ լսում եմ այդ արտահայտությունը, որ ինչ եք հիմա անում, ընտրություններին, որտեղ 1 տարի է մնացել, ինչ եք հիմա անում։ Ճիշտ է խոսակցությունը, որ դուք արտահայտ ընտրությունների եք գնում, միշտ ինչ որ հետք են տեսնում ընտրությունների եւ դա կապում են ընտրվելու հետ։ Եթե բանը այդ մեր վարկանիշի վրա վատ ձևով ազդող խոսակցություն է, մենք ինչու ենք այդ խոսակցությունը բացում, որ վարկանիշի կորուստ ունենանք, որ չընտրվենք, ինչի համար ենք բացում։ Մենք ոչինչ չենք պայմանավորում ընտրություններով։ Մենք խոսակցությունա, որի պահը եկել է, այդ խոսակցությունը բացվել է եւ ցավոտ ոչ sense պոպուլիստական խոսակցությունների առումով մենք ինձ թվում է տենց երբեք չենք զարմացրել, միշտ ամեն ինչի մասին խոսել ենք, ոչ մի տաբու չկա եւ տեսել ենք խնդիր եւ հիմնավոր ունենք
փաստեր եւ կասկածներ, դրա մասին մենք խոսում ենք մեր հասարակության հետ։ Իսկ ինչի պետքա թաքուն պահենք ինչ որ բան։ Չէ, հիմա ինչու Կտրիչ Ներսիսյանը բան է, Սուրբ կով է։ Ինչ է։ Ինչի կարելի իրան կպնել։ Ինքը Սուրբ չէ։ Հարգելիներս, ոչ մի հոգևորական Սուրբ չէ։ Նա Աստծո ծառան է եւ օգնողն է, որպեսզի մենք հաղորդակից լինենք Աստծո հետ, բայց անիծվի այն հաղորդակցությունը, որ terroristի ձեռքով է կատարվում։ Տիկին Հակոբյան, լավ, դուք խաղաղ հանգուցալուծում տեսնում եք, թե այնուամենայնիվ այս կուլմինացիա կլինի եւ հանգուցալուծում, բայց արդեն բավականին թեժ ձևով։ Նկատի ունեք եկեղեցու ուղիղ։ Այո, այս հակամարտության։ Ես հուսով եմ, որ արդեն խաղաղ չեմ պատկերացնում, որ ինչ որ մի բան լինի, որովհետև տեսնում եք ինչ իրադարձությունների մեջ ենք երեկվանից, բայց հուսով եմ սրանից վատ չի լինի եւ կհասկանան, որ իրենք նախ եւ առաջ Աստծո առաջ պատասխան ունեն տալու եւ կգործեն ըստ այդմ, ոչ թե ավելի կսրեն, ինչ պետք է անեն սրանից ավել։ Պետք է վերցնեն եւ կրակեն մեր վրա։ Մինչեւ հաջորդ ընտրություններ իշխանափոխություն անելն է, թե այնուամենայնիվ ավելի երկարաժամկետ ծրագիր ունեն նրանք։ Նրանց նպատակը Հայաստանում ոչ ժողովրդավար երկիր ունենալն է, ոչ պետականություն ունեցող երկիր ունենալն է, նրանց ու դա հեչ պայմանավորված չէ ընտրություններով։ Ես էլ եմ ասում, եթե նրանք ընտրությունների վրա հույս դնեին կամ պայմանավորեին ընտրություններով, նրանք ընտրությունների կգնային եւ կունենային իշխանություն։ Կմտածեին կընտրվեն, կդառնանք։ Նրանք գիտեն, որ նրանք չեն ընտրվի, եւ նրանց միակ հույսը քաոսն է, ռազմական հեղաշրջումն է, սպանությունն է, արյունն է, չգիտեմ ինչն է։ Եվ սրա մասին իրենք պարզ բան են անում, էլի խոսում են, որ հետ գնանք ընտրական process-ներից հետո ինչպես իրադարձություններ են եղել մեր երկրում, մշտապես դրանք եղել են արյունոտ, մշտապես համալրել են մեր երկրի այդ սև էջերի ցանկը, մշտապես։ Այս մարդիկ այլ կերպ չեն կարողանում։ Անկամ իրենց իշխանության դեպքում, երբ որ իրենք իշխանություն են եղել, ընտրությունները այնպիսի կեղծիքներ են եղել, որ մարդիկ էլի բողոքել են, ու մեկ էլ մարտի 1 ա եղել մեր երկրում, անկամ այդ դեպքում։ Ես 99 թվականի մասին չեմ խոսում էլ, ես այս իրադարձությունների մասին չեմ խոսում, այդ չեմ ասում, որ եթե մենք այսքան ուրեմն ընտրողներ չունենայինք, այսքան վստահություն չունենայինք մեր երկրում, 21 թվականից տասնյակ նման դեպքեր էլի մարտի 1 կլինեին, եթե մենք չունենայինք իրականում ժողովրդի վստահությունը մեր հանդեպ, որովհետև պահպանվել է տիկին Հակոբյան։ Միանշանակ պահպանվել է, մենք դա ամեն օր զգում ենք մեր ինքնախապեյությամբ այս առումով իշխանությունը չի սպառնում։ Գիտեք, եթե ինքնախապեյություն դուք նույնիսկ ասում եք մենք 50+1 ենք հավաքելու եւ այլն։ Բան չմնաց, դա էլ կապացուցվի եւ մենք այդ վստահություն ունենք, որովհետեւ մենք մեր ձեռքը զարգերակին է, մենք ժողովրդի հետ անընդհատ շփվում ենք, մենք ամեն օր տարբեր քաղաքացիների հետ ենք շփվում ու դրանք միայն մեր կուսակցականները չեն, դրանք միայն մեր ընտրողները չեն, մենք բազմաթիվ քաղաքացիների հետ ենք հանդիպում, շփվում, խոսում, լսում եւ այդ վստահությունը նաեւ դրանից ունենք։ Տեսեք, Սամվել Կարապետյանը ամենօրյա ռեժիմով նաև հայտարարություններ է կալանավայրից տարածում, նաև Սփյուռքի մասով կան հայտարարություններ, Սփյուռքի անունից հանդես է գալիս, ինչպես եք սա գնահատում։ Հնարավորություն ունի հայտարարություններ անելու, այդ ազատությունը տրված է, անում է։ Այո, թող օգտվի եւ ինչպես ասացի, սա այս ամբողջ իրադարձությունները մի արկղի եւ մի շղթայի տարբեր օղակներ են եւ ես այդպիսի նաեւ վստահություն ունեմ դրա համար եմ դրանով կիսվում եւ հեչ պատահական չէր Սամվել Կարապետյանի Հայաստանում հայտնվելը նրա իր ձևերով միջամտության հայտարարությունները նաեւ այս հրեշավոր պլանի մի մասնիկներ չէ տարբեր հոսանքազրկումներն էին այդ քաոսի մի մասնիկը Այսինքն նաև այսպիսի կապ կարող ենք տեսնել, իսկ հիմա երկուսն էլ կալանավայրում են Փառք Աստծո, այսինքն այդ գոնե հրաշավոր այս պլանը ժամանակավորապես կասեցված է եւ սա լավ ժամանակ է հասկանալու համար, թե իրենք ինչ են ուզում։ Ես չգիտեմ, պարոն Կարապետյանին ստիպել են, որ ինքը մտնի քաղաքականություն։ Պարոն Կարապետյանը միգուցե գոհ է, որ
այժմ ինքը կալանավայրում է ոչ թե հայտ է ներկայացում, այսինքն այդ ստիպումը իր քաղաքականություն մտնելու հետ կապված իր ցանկությամբ չէ, բայց դա պարտավոր է անել թե ինչ, մենք հետագայում նրա հայտարարություններից եւս կհասկանանք սրա մասին։ Շնորհակալ եմ Տիկին Հակոբյան։ Առաջինի տաղավարում զրուցում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Կհանդիպենք։